Արտաշատ ազգային գոհարներից մեկը, որը թեպետ գտնվում է կիսավեր վիճակում, սակայն շարունակում է մնալ հայոց հետ կապացուցող դրոշմներից մեկը, շարունակում է մնալ կանգուն, ինչպես Սարհատն ու Արագածը, ով գիտի, քանի բարգավաճում ու անկում է տեսել Արտաշեսյան ոգով կառուցված մայրաքաղաքը, սակայն չի անեացել, փոշիացել, այլ դուրս է եկել դարերի միջից, որպեսզի ցույց տա աշխարհին, թե ինչ ամուր ու մնայուն է հայի հետքը։ Արտաշատը հիմնադրվեց Քրիստոսից առաջ 185 թվականին, որպես մայրաքաղաք, բայց նա հայոց առաջին մայրաքաղաք չէր, ոչ էլ հայկական առաջին պետականության քաղաքական կենտրոնը։ Քրիստոսից առաջ 3-րդ դարի վերջերին մեծ հայքի Երվանդունիների և Ծոպկի թագավորությունները ընկան Սելևկյանների տիրապետության ներքո, սակայն վերջիններիս տիրապետությունը Հայաստանում կարճատև եղավ։ Հռոմեական զորքերից Սելևկյանների կրած պարտությունից օգտվելով մեծ հայքը և Ծոպքը Քրիստոսից առաջ 189 թվականին ապստամբեցին և թոթափեցին Սելևկյանների իշխանությունը։ Ապստամբության ղեկավար Արտաշեսը հռչակվեց մեծ հայքի թագավոր, Զարեհը Ծոպքի։ Արտաշես Ան Քրիստոսից առաջ 189-560 թվականներին հայկական հողերը, բացի Ծոպքից, միավորեց մի կայուն և բավականաչափ զորեղ պետության մեջ և հիմնադրեց Արտաշատը, իբրև միասնական հայկական պետության մայրաքաղաք։ Արտաշեսը հարդարում է Արտաշատը, իբրև արքայանիստ քաղաք։ Արարատյան Արգավան դաշտի, արտերի, այգիների և ծառաստանների առատ բերքը, բազմաթիվ արհեստների արտադրանքը և Մերձավոր Արևելքի միջազգային առևտրի կարևորագույն կենտրոններից մեկը լինելու հանգամանքը նպաստեցին Արտաշատի արագ աճին, և շուտով այն դարձավ Հայաստանի խոշորագույն տնտեսական և մշակութային կենտրոնը։ Արտաշատը դարձավ հայոց աշխարհի սիրտը և հայկական հողերի միավորող կենտրոնի մայրաքաղաքի դերը կատարեց շուրջ 500 տարի։ Ըստ Մովսես Խորենացու, Արտաշեսը գնում է այնտեղ, ուր երասխերը մեծամորը խառնվում են, ու հավանելով տեղանքն իր բլուրով քաղաք է շինում, և իր անունով կոչում է Արտաշատ։ Երասն էլ օգնում է նրան անտառի փայտով։ Ուստի, առանց դժվարության և արագ կառուցելով, այնտեղ մեհյան է կանգնեցնում, ու բագարանից փոխադրում է Արտեմիսի արձանը և մնացած բոլոր հայրենական կուռքերը, բայց Ապոլոնի արձանը կանգնեցնում է քաղաքից դուրս, ճանապարհի մոտ։ Երվանդի քաղաքից դուրս է բերում հրեա գերիներին, որ այնտեղ էին տարվել Արմավիրից, և որոնք բնակություն են հաստատում Արտաշատում։ Նաև Երվանդի քաղաքի բոլոր վայելչությունները, ինչ որ նա փոխադրել էր Արմավիրից և ինչ որ հենց ինքն էր շինել, բերում է Արտաշատ։ Ստրաբոնն ասում է. այս վերջինը գեղեցիկ է շինված, Եվրիկի թագավորանիստ քաղաքն է։ Նա գտնվում է Գետաձոցում, որը նման է թերակղզու, և նրա շուրջը, բացի պարանոցի մասից, գետի առջև ձգվում է պարիսպը, իսկ պարանոցը փակված է խրամով և պատվարով։ Պլուտարքոսը նշում է. այսպիսով կառուցվեց մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք, որն անվանվեց թագավորի անունով և հռչակվեց Հայաստանի մայրաքաղաք։ Լուկուլոսը Արտաշատը համարում էր Հռոմին ընդդիմադիր խոշոր պետության կենտրոն, ինչպես մի ժամանակ Կարթագենն էր, և սպառնում էր վերջինիս բախտին արժանացնել, այսինքն հիմնահատակ ավերել հայկական Կարթագենը։ Լուկուլոսը ցանկանում էր Արտաշատը հիմնահատակ ավերել, սակայն այդ բանը նրան չհաջողվեց։ 120 տարի անց Քրիստոսից հետո 58 թվականին գարնանը Արտաշատը ավերվեց և հրկիզվեց հռոմեական մեկ այլ զորավար Կորբուլոնի կողմից։ Առաջին դարի 60-70-ական թվականներին Արտաշատը վերաշինվեց և շարունակեց խաղաղ մայրաքաղաքի իր խոշոր դերը։ Արտաշեսը հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է։ Նա ունեցել է միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն։ Արտաշեսը իր առջև խնդիր է դնում վերամիավորելու հայրենիքը։ Արտաշեսը արշավում է դեպի հյուսիս, որտեղ հարևան վիրքը զավթել էր հայկական Գուգարք նահանգը։ Արտաշես առաջինի հանձնարարությամբ Սմբատ Բագրատունի զորավարը ջախջախելով վրացական բանակը վերադարձնում է զավթած տարածքները։ Արևմուտքում Արտաշեսը մեծ հայքին է վերադարձել Կարնո երկիրը, Եկեղիկ ու Տերջան գավառները, իսկ հարավում Սելևկյանների դեմ մղված երկարատև կռիվներից հետո Տմորի երկրամասը։ Ծոպքի և Կոմագենեի հայկական թագավորությունը մեծ հայքին միավորելու Արտաշեսի ջանքերը այդ ժամանակ հաջողություն չունեցան։ Այսպիսով Արտաշեսը հայկական տարածքների մեծ մասը վերամիավորեց մեկ ընդհանուր պետության մեջ։ Արտաշեսը բարելավել է երկրի կառավարման մոդելն ու բանակի ստրատեգիկ գործունեությունը։ Նա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշեսան մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել 4 կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները, խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Մերթվարկությունից առաջ 180 թվականին Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ։ Կարգավորվել են նաև արքունի գործակալությունները, որոնցից կարևորագույնները
Սպահապետությունը եւ հազարապետությունը հանձնվել են արքայի օգնականներին։ Արտաշատում կառուցվեց հայոց աշխարհի հովանավոր Անահիտ Աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցվել են թագավորի նախնիների արձանները։ Արտաշեսը կարգադրեց ճշգրտել հայկական օրացույցը, հստակեցնել տոմարը, կազմակերպել նավագնացություն լճերի եւ գետերի վրա։ Արտաշեսը մահացել է Քրիստոսից առաջ 160 թվականին 70 տարեկան հասակում։ Արտաշատի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված էր մի շարք ռազմավարական, տնտեսական եւ քաղաքական գործոններով։ Ռազմավարական դիրքի բարելավում Արտաշատը կառուցվել է Արաքս գետի եւ Մեծամոր գետի միախառնման վայրում, բնական պաշտպանական առավելություններով։ Բարձրադիր դիրքը եւ գետերով շրջապատված լինելը հեշտացնում էին քաղաքի պաշտպանությունը օտարերկրյա արշավանքներից, օրինակ պարթևների կամ հռոմեացիների դեմ։ Երկրորդ, տնտեսական կենտրոնի ստեղծում։ Գետային հանգույցում գտնվելու շնորհիվ Արտաշատը դարձավ առևտրի եւ ճանապարհների կարևոր կենտրոն, կապելով Հայաստանը Մերձավոր Արևելքի եւ միջերկրածովյան երկրների հետ։ Այստեղ զարգացավ արհեստագործությունն ու առևտուրը, ինչը նպաստեց թագավորության տնտեսական հզորացմանը։ Երրորդ, քաղաքական անկախության խորհրդանիշ։ Արտաշես առաջինն Արտաշատը հիմնադրեց որպես մեծ հայքի նոր մայրաքաղաք, ընդգծելով իր իշխանությունն ու անկախությունը Սելևկյան տերությունից։ Քաղաքը դարձավ հայկական պետականության եւ մշակույթի կենտրոն, մրցակցելով հելլենիստական ազդեցությամբ այլ քաղաքների հետ։ Չորրորդ, մշակութային եւ վարչական կենտրոնի ձևավորում։ Արտաշատում կառուցվեցին պալատներ, տաճարներ եւ հասարակական կառույցներ, ինչը նպաստեց հայ մշակույթի զարգացմանը։ Հինգերորդ, երկրի միավորման գործում դերի ուժեղացում։ Քաղաքի հիմնադրումը նպաստեց Արտաշեսյան հարստության կենտրոնացված իշխանության ամրապնդմանը, միավորելով հայկական տարբեր գավառները։ Արտաշատի կառուցումը պատմական անհրաժեշտություն էր, քանի որ այն դարձավ մեծ հայքի հզորության խորհրդանիշ եւ հիմք դրեց հետագա դարերի հայկական պետականության համար։ Արտաշատի հնագիտական պեղումները սկսվել են 1970 թվականին Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ։ Պեղումներից պարզվեց, որ քաղաքը տեղակայված է եղել Խորվիրապի բլրախմբի բոլոր բլուրների վրա։ Բլրախումբը բաղկացած է 9 բլուրներից, որոնցից 3-ը մեծ են, 3-ը միջին եւ 3-ը փոքր, որոնցից յուրաքանչյուրն էլ շրջապատված են եղել պարիսպներով։ Բնակության հետքեր նկատելի են նաև գլխավոր բլրախմբից մոտ կես կիլոմետր արևել գտնվող 2 բլուրների եւ այլ բարձունքների վրա։ Գլխավոր բլրախմբից հարավ-արևելյան մասում է գտնվում այն բլուրը, որի վրա մինչև օրս պահպանվում է Խորվիրապ կոչվող խորը, որտեղ էլ նետում էին մահապարտներին։ Բլուրներից 400-ից 500 մետր հյուսիս-արևելք դեպի փոքր Վեդի գյուղը ձգվող դաշտերում պեղումներից հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի եւ արվեստի եզակի նմուշներ։ Բացվել են բնակելի շինությունների եւ արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասներ, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ։ Հայտնաբերված իրերի մեջ կան մեր թվարկությունից առաջ առաջինից երկրորդ դարերում քանդակործության եւ կիրառական արվեստի վարպետորեն պատրաստված ուշագրավ նմուշներ, կնոջ մարմարե արձան, կավե արձանիկներ, ոսկյա կախիկներով լազոտինե ափսե, տերևազարդ ոսկե պսակ, այծի արծաթե արձանիկ, արծաթե անոթների գեղարվեստորեն մշակված կանթեր եւ այլն։ Այսպիսով կատարված հնագիտական պեղումները թույլ են տալիս պնդելու, որ Արտաշատը եղել է շատ ավելի մեծ քաղաք, քան կարելի է պատկերացնել։ Արտաշատը գտնվելով Արաքսի եւ Մեծամորի միացման մոտ երկու գետերի միջև ընկած տարածքում պաշտպանված է եղել ջրային հզոր պատնեշներով։ Արաքսի վրա նետված տափերական կոչվող կամուրջը գտնվում է անմիջապես քաղաքի առջև եւ հավանաբար քաղաքի պարսպից դարպասը բացվում էր նրա վրա եւ այստեղից մեր ճանապարհը տանում էր հարավ-արևմուտք դեպի Տիգրանակերտ։ Մեծամորի վրա նետված կամրջից սկիզբ առնող ճանապարհը հյուսիսարևմտյան ուղղությամբ տանում էր դեպի Իրան։ Բլրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են զինվորական արհեստանոցներ, որտեղ գտնվել են մեծ քանակությամբ նետասլակներ, երկաթե փշեր, եռաթև եւ քառաթև տեգեր, նիզակներ, դաշույններ եւ դանակներ։ Սա վկայում է այն մասին, որ Արտաշատը պաշտպանված է եղել ոչ միայն բնական, այլև արհեստական հզոր պաշտպանական համակարգով։ Արսպով շրջափակված էին Խորվիրապի բոլոր բլուրները, բայց դրանք կառուցվել են ոչ թե իրարից անջատ, այլ կազմել են մի միասնական, ընդարձակ եւ հզոր պաշտպանական համակարգ։ Պարսպի հետքերը նկատելի են բոլոր բլուրների շուրջ,
բայց տեղ-տեղ նրանք բոլորովին չեն պահպանվել, քայքայվել են անգամ նրանց հիմքերի տակի ժայռերը։ Պարիսպը կառուցված է եղել տեղական կարմրավուն, կարծր, բայց ճեղքեր տվող եւ քայքայվող քարից, օգտագործվել է նաեւ տեղական մոխրավուն մարմարը։ Պարիսպը վարպետորեն հարմարացված է տեղանքին, մեկ դուրս, մեկ ներս թեքվելով եւ անկյուններ կազմելով, հնարավորություն է ընձեռնել թշնամուն հարվածելու եւ ճակատից եւ թևերից, իսկ բլուրների անկյուններում կանգնեցված են եղել կիսաշրջանաձև աշտարակներ։ Արտաշատի հիմնադրման ժամանակ կանգնեցված հիմնական պարիսպը կառուցված է ամրոցաշինության պահանջների հմուտ կիրառմամբ եւ աչքի է ընկնում իր ընդարձակությամբ։ Հռոմեական պատմիչ Տակիտոսը Արտաշատի ավերումը եւ հրկիզումը հռոմեացիների կողմից փորձում է արդարացնել քաղաքի պարիսպների ընդարձակությամբ։ Արտաշատի պեղումների ժամանակ բացվել են դարբին զինագործների մետաղագործական արհեստանոցներ։ Թշնամուն ոչնչացնելու կամ խոցելու զենքերից բացի եղել են նաև սեփական զորքը, զինվորի անձը եւ նրա մարտական զին պաշտպանելու միջոցներ, վահաններ, զրահներ մարդկանց եւ ձիերի համար։ Արտաշատում հայտնաբերվել են պղնձե եւ բրոնզե շրջանակներ, որոնք կոպիտ գործվածքից կամ կաշից կարված վերնաշապիկի վրա ամրացվելով ծառայել են իբրև զրահի մաս կամ եղել են վահանի կենտրոնական մասի շրջանակներ, իսկ որոշակի ձև ունեցող երկաթե թիթեղները թվում է, թե օգտագործվել են մարտական ձիերի ճակատը թշնամու հարվածներից պաշտպանելու համար։ Հայտնաբերված մետաղի գործիքների թիվը փոքր է՝ 2 կացին, շատ քայքայված, դուր, բրիջ, մանգաղ, այգեգործի դանակ, բրոնզե ոսկերչական մուրճիկ։ Երևան են եկել նաև մի քանի կավե փոքրիկ հալոցներ, որոնք օգտագործվել են հավանաբար պղնձյա, ոսկյա եւ արծաթյա իրեր, առարկաներ, զարդեր պատրաստելու նպատակով մետաղ ձուլելու համար։ Արտաշատում գտնվել են արծաթից պատրաստված գդալիք, պայտաձև կամ կիսալուսնաձև կախիկ, ինչպես եւ արծաթի անմշակ ձուլվածքներ, որոնք հայտնաբերված են հալոցների մետաղական խարամների հետ միասին, վկայում են արծաթագործության հետ նաև ոսկերչության առկայություն տեղում։ Արտաշատում հայտնաբերված մետաղի իրերն ու զարդերը դրսևորում են հայոց պատմության եւ մշակույթի կարգադրման համար բնորոշ իրողություններ։ Դրանց մի մասը փոխակերպվելով հանդերձ շարունակում է տեղական մշակույթի ավանդույթները, իսկ մյուսները ցայտուն կերպով վկայում են, որ Հայաստանում խոր արմատներ են գցել եւ զարգացման բարձր մակարդակի են հասել տեղական հելլենիստական մշակույթ։ Քաչ հայտնի է, որ առևտրին եւ երկրի տնտեսական զարգացման նպաստելու համար Տիգրան II-ը եւ նրա հաջորդները կտրել են արծաթե եւ պղնձե կամ բրոնզե դրամներ։ Տիգրանի օրոք դրամներ կտրվել են Արտաշատում, Տիգրանակերտում, նաեւ բուն Հայաստանից դուրս, նրա ընդարձակ պետության այլ տարածքներում։ Արտաշատը իբրև մայրաքաղաք հին Հայաստանի դրամատության գլխավոր կենտրոններից մեկն է։ Արտաշատի հնագիտական արշավախումբը ելնելով պատմական այդ իրադարձությունների ցույց էր տածում, որ պեղումների ժամանակ կգտնվեն տեղում կտրված դրամներ։ 1971 թվականին պեղումների ժամանակ գտնվեց թվով 28 դրամ եւ պարզվեց, որ բոլորն էլ Տիգրան II-ի դրամներն են, մեկը մեծ քառադրամ, մյուսները փոքր դրամներ, բոլորի վրա էլ դրոշմված է մի երեսին թագավորի դիմանկարը, իսկ մյուս երեսին Անահիտի հետ նույնացված սիրիական Տիխի աստվածուհու պատկերն է գետի ափին, ժայռի վրա նստած, ձեռքին դափնու ճյուղ, ոտքերից ներքև գետի աստծո պատկերը։ Այդ դրամները կտրվել են Արտաշատում, Տիգրանակերտում, արքայի Ձարքա Տիգրանի, իսկ Անտիոքում կտրվածքների վրա արքայի Տիգրանի հունարեն մակագրություններով։ Արտապղնձե դրամները, որոնք շրջանառության մեջ են գտնվում երկրի ներքին շուկայում, դրանք կտրված են տեղում Արտաշատում եւ Արտավազդ II-ի դրամի վրա պարզ երևում է հունարեն Ա տառը, որը հավանաբար Արտաշատի փողերանոցի նշանն է։ Կտրել է նաեւ սեփական քաղաքային դրամ, որի մի երեսին Տիխի Անահիտի պատկերն է, իսկ մյուս երեսին հաղթանակի աստվածուհի Նիկեի պատկերը։ Այդ դրամը գտնվել է պեղումներից շատ պատմության թանգարանում։ Հարևան եւ հեռավոր 6 երկրներում կտրված դրամների հայտնաբերումը պեղումների առաջին տարիներին ինքնին պերճախոս փաստ է, որ նշանավորում է Արտաշատի առևտրատնտեսական խոշոր կենտրոն լինելը։ Դարեր անց, չնայած հնագույն Արտաշատը մնացել է պատմության էջերում, սակայն նրա անունը շարունակում է ապրել։ Նոր Արտաշատը ծնվել է Արարատի մարզում եւ այսօր ապրում է նոր կյանքով։ Արտաշատը այսօր միայն անուն չէ, այն պատմության ձայնն է, որ շարունակվում է ներկայի աղմուկի մեջ։ Մի քաղաք, որտեղ սերունդները չեն մոռանում, թե որտեղից են սկսում եւ ուր են գնում։ Այստեղ քարերը պատմություն են, իսկ մարդիկ շարունակություն։ Ուսումնասիրելով Արտաշատը, մենք պարզապես չենք նայում անցյալին, այլև ստանում ենք ոգեշնչում, կերտելու մեր ապագան։
Այս հնաործ մայրաքաղաքի պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ժառանգությունը, արժևորել մեր արմատները եւ զարգացնել մեր հայրենիքը նույն վճռականությամբ, որով Արտաշատն է դիմակայում դարերի փորձություններին։ Արտաշատը մեզ հիշեցնում է, որ եղել է եւ մնում է տոկուն, հզոր ու լուսավոր ազգի մայրաքաղաք, որտեղ յուրաքանչյուր քար կրում է պայքարի, ստեղծարարության եւ հաղթանակի ոգին։